Ողջույն ձեզի սիրելի ազգագիցներ, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով ողջունեմ ձեզի Դիրամայր Լիբանանի կոչված այս սքանչելի ուխտադեղի են Հարիսա, Բահբանուհի, Սեյդդ Լբնան, Դիրամայր Լիբանանի, Աստվածամոր նվիրված սքանչելի ուխտադեղիներեն մեկն է աս մեկը սիրելիներ 1904 թվականին է որ գանքնված է այս բրոնզե արձանը որ 8.5 մետր բարձրություն ունի եւ ֆրանսացի անծանոթ գնոջ կողմէ նվիրված է Լիբանանի Աստվածամայրը իր գլխում վրա ունի 12 աստղերե աղգացած թակմը ինչպես հայտնություն հոպանու քրկի մեջ կդեսնվի 13-րդ գլխուն մեջ դեսավ Հովհաննես Ավետարանիչը գինը որ արև հակած էր լուսինը ոտքին տակ եւ 12 աստղերե բսակը գլխում վրա դրված եւ անիկա հղի էր Հավասիկ Աստվածամայրը որ իր սրբությամբ Տիրոջ Աստուծո կողմէ հաճելի տվեցավ եւ եղավ հարսը Աստուծո եւ Աստված հաճեցավ որ իր միածին որդին Հիսուս Քրիստոս անոր մեջ են ծնի մարմնանա Եվ իսկապես, երբ Գաբրիել հրեշտակապետը եկավ եւ ավետիս տվավ անոր, զին կոչեց շնորհալի գույս։ Շնորհներով լեցուն գույս է Աստվածամայրը, առաքինությամբ լեցուն։ Անիկա սիրելիներ ապրեցավ Աստուծո հաճելի կյանքով։ Եվ երբ Գաբրիել հրեշտակապետը ավետեց անոր հղությունը Անիկա ասավ, ես մարդ չեմ ճանչնար, թերամուսնացած չեմ, ինչպես պիտի լադիկա։ Եվ Գաբրիել հրեշտակապետը ասավ, թուն Սուրբ Հոգիով պիտի հղանաս, եւ բարձրյալին Աստուծո որդին պիտի ծնիս։ Եվ Աստվածամայրը խոնարհելով ասավ, թող քու ուսածիդ պես կատարվի, Աստուծո կամքը ալլա։ Այդ օրերուն եթե ովև մեկը առանց ամուսնության հղի մնար քարգոծումով կսպանեին զինք բայց Աստվածամայրը վստահեցավ Աստուծո կամքին իր խոնարհությամբ եւ ադորամար Սուրբ Հոգիով լեցված մեծացուսեն ասավ իմ անձս կմեծարես Աստված եւ այդ աղոթքին մեջ ասավ Ասկևերջ բոլոր մարդոց կողմէ երանելի պիտի կոչվիմ։ Երանելի ես թում ով Աստվածամայր։ Եվ երբ գնաց իր հարազատին Եղիսաբեթի այցելության, որովհետև Գաբրիել հրեշտակապետը անոր նշանը տված էր, թե ահա ասկականդ որ ամուլ էր Եղիսաբեթը եւ զավակ չէր ծնաներ, ահա անիկա հղի է 6 ամիս է իվեր։ Եվ երբ Աստվածամայրը գնաց Եղիսաբեթի մոտ եւ Եղիսաբեթ տեսավ Աստվածամայրը անոր որովայնի մեջ Հովհաննեսը շարժեցավ եւ Եղիսաբեթը Սուրբ Հոգիով լեցված ասավ Ինչ երանություն որ Տիրոջս մայրը այսին Դիրամայրը ինձի այցի կուկա Երբ ցայնդ լսեց երեխաս փորիս մեջ խաղաց Աստվածամայր Թուն քաղցրություն, թուն հեզություն, թուն առաքինություն Բարեխոսե բոլոր քրիստոնյաներուն համար քու որդիդ մոտ որովհետև թուն սուրբերեն բարձրես հրեշտակներեն բարձրես Տիրոջ ամիջական ներկայության ես թուն որ երբ ննչեցիր որդիդ ոչ միայն հոգիդ բարձրացուց երկինքներու երկինքը այլ նաև քու մարմինը տալ վերափոխեց վեր Ինչ երանություն, որ դու հավատացիր Աստուծո եւ օրտնվեցար եւ դարձար
Մայր Քրիստոսի եւ Մայր հավատացյալներու։ Ողջույն քեզ Մարիամ, լի շնորհոք դերընդ քեզ։ Օրհնյալ ես դու իգանայս եւ օրհնյալ է բդու որովայնի քո Հիսուս։ Սրբուհի Մարիամ, Մայր Աստծո, բարեխոսյա վասը մեր մեղավորացս, այժմ եւ իժամու մահվան մերո։ Ամեն։ Սիրելներ, այս սքանչելի սրբավայրը ներքևը գտնվի մադուր եւ մադրա մեջ միշտ աղոթներ կկատարվին։ Ահավասիկ մադուրը։ Եկեք պարսանանք միասին դեպի վեր։ Սքանչելի բնություն կա այստեղ եւ ասեմ, որ ամբողջ Բեյրութը Աստվածամոր հսկողության տակ կգտնվի։ Այստեղ հազարավոր տուրիստներ կան դարվա ընթացքին, հագդեսնեք Աստվածամոր այս վայրեն սքանչելի միջեգրական ծովը, քաղաքը, Ջունի քաղաքը եւ ամբողջ Լեռնալիբանանը։ Այստեղն էր, որ այցելեց նաեւ Ժան-Փոլ Հովանես Պետրոս II Պապը եւ բادرակ մատուցեց 1997 թվականին։ Բարձրանանք սիրելներ, մայիսյան ամիս է, ամբողջ ամիսը կաթոլիկ աշխարհի մեջ Աստվածամոր նվիրված է։ Հաջող այստեղեն ծունգի բարձրացած ենք դեպի Աստվածամոր արձանը։ Աղոթքով եւ խոգումով բարձրանանք սիրելներ, հիշելով բոլոր մեր քրիստոնյա եղբայրներն ու քույրերը, ծանոթներն ու անծանոթները, աղոթենք մեր հայրենիքի խաղաղության համար, աղոթենք մեր ժողովրդի սրբության համար, աղոթենք մեր նահատակ զավակներու հավիտենական կյանքի արժանացման եւ փառած պսակին արժանացման համար, աղոթենք հայոց բանակի եւ քրիստոնյա թագավորության հզորացման համար, աղոթենք մեր եկեղեցվո եւ բոլոր եկեղեցներու անսասանության եւ սրբության համար, աղոթենք, որ կերևարված մեր զավակները ամփորձանք դուն վերադառնան եւ իրենց ծնողներու միանան։ Թող Աստվածամայրը աղոթքի ջամփով անոնց հետը լա, որպեսզի անոնք փանդի խուցերու մեջ անգամ մոր քաղցր ներկայություն ապրին։ Աղոթենք հիվանդներու համար, հաշմանդամներու համար, հիվանդանոցներու մեջ, թեդուներու մեջ գտնվող հիվանդներու համար։ Դերը շուտապույտ բժշկություն շնորհե բոլորին։ Աղոթենք անոնք, որոնք մահվան սնարի մեջ են, որպեսզի դերը անոնց ներե իրենց մեղքերը եւ Աստվածամայրը իրենց կողքին լա իրենց մահվան ժամանակ։ Սիրելիներ, տեսեք, արդեն համարյա հասած ենք եւ գտեսնեք ամբողջ Բեյրութ քաղաքը եւ այստեղը Սուրբ Բողոսի անունով նվիրված կաթոլիկ ույն կաթոլիկ եկեղեցի է, քիչ մը վերջ այդ ալ ցեզ ցույց կտամ, բայց տեսեք Լեռնալիբանանը եւ Զովեզերքը շատ չքնաղ երկերը Լիբանանը, բայց ափսոս սիրելներ 1974 թվականին քաղաքացիական պատերազմները սկսան ատկեվերջ Սուրիո հետ եւ զանազան երկիրներու հետ եւ դժբախտաբար Լիբանանը
Պատերազմական թադերափեմ դարձավ։ Խաղաղություն մաղթեցեք Լիբանանին սիրելներ։ Այստեղ հայոց համար, հայոց սպիրկին համար հայրենիք էր, բայց դժբախտաբար հայերն ալ թադարգվեցան այստեղ են, մեկնելով արևմտյան զանազան երկիրներ։ Տեսեք, ահա Լիբանանի լեռները, տեսեք ուղղակի թեպի ձով գիչնեն, սկանչելի միջեգրական ձովը։ Իսկ այստեղ կգտնվի Արդի եկեղեցին, արդիական եկեղեցի է, բայց Էրզի, այսինքն Սուրբ Լիբանանի ուրեմն մայրիի ձարի ջարդարավետությամբ կցված։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգուին Սրբո ամեն։ Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ Եղեցի անուն քո, եկեսի արքայություն քո, եղեցին կամ քո, որպես հերկինս եւ եկրի, սած մեր հանապազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարդիս մեր, որպես եւ մեկ թողում կմերոց պարտավանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, զիքոյի արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանս Հավիդենից ամեն, ով մայրիկ Աստվածածին, Արաքինի մայր, թուն որ Հայր Աստուծո կողմէ հաջեցար, որ իրեն հարս դառնաս եւ իր միածին որդին քեզ մեծանի, թուն որ հրեշտակներեն վեր կգտնվիս, բարեխոսե մեր բոլորին համար, կաղաչեմ քեզի, բոլոր քրիստոնյա աշխարհին, Լիբանանի հայրենիքին համար, միջին արևելքի մեջ ապրող բոլոր քրիստոնյաներուն համար, եւ նաեւ մեր ազգին համար, որպեսզի դերը ողորմի մեր ազգին, եւ չար ուժերու, չար ղեկավարներու, չար ծրագիրները հեռացնի մեր հայրենիքեն, եւ Քրիստոսի ներկայությամբ եւ սրբությամբ ապրենք։ Դու օրինակ ես բոլոր կանանց, օրինակ ես բոլոր գույսերուն եւ վանականներուն եւ բոլոր մարդոց։ Երանելի ես դու, ով Սրբուի Մարիամ, բարեխոսե մեր բոլորին համար, այժմ եւ իժամ ու մահվան մերո։ Ամեն։ Սիրելիներ, որքան օրհնություն է այս բարձր թիրքեն խաղաղությունը վայելել, Աստվածամոր սրբությամբ։ Խաղաղություն ընդքեզ, ողջ աշխարհ հայոց, խաղաղություն ընդքեզ, Լիբանան աշխարհ եւ խաղաղություն ամբողջ ժողովուրդ։ Օրհնյալ մնացեք սիրելիներ։